Հարսնաձորի լեգենդը սերիալը շարունակում է պահել իր բարձր լարվածությունը և ամեն դրվագով ավելի է խորացնում ինտրիգը, նկարահանումներն ակտիվ փուլում են և արդեն պարզ է սյուժեն մտնում է իր ամենավտանգավոր և միևնույն ժամանակ ամենահուզիչ փուլերից մեկը։ Սաքոյի գիծն այս պահին ամենահոգեբանական ծանրաբեռնվածներից է, նա փորձում է վերահսկել իր վիճակը դեղերի միջոցով, կարծես պայքարելով սեփական մտքերի դեմ։ Նրա ներսում կատարվող քաոսը չի դադարում, բայց արտաքինից նա փորձում է պահպանել վերահսկողությունը, նույնիսկ այն փաստը, որ նա հանդիմանում է Արմոյին և զգուշացնում, որ այլևս չհամարձակվի Նարեի հետ նման կերպ խոսել, ցույց է տալիս, որ նրա մեջ կա դեռ հոր զգացումը։ Բայց հենց այստեղ է, որ իրավիճակը դառնում է ավելի վտանգավոր։ Արմոն ինչպես միշտ գործում է խորամանկ և հաշվարկված։ Նա հասկանում է, որ Սաքոյի հոգեկան վիճակն իր համար և վտանգ է, և հնարավորություն։ Դեղահաբի փոխելը պարզապես փոքր քայլ չէ, դա ուղղակի միջամտություն է մարդու գիտակցության վրա։ Սա նշանակում է, որ Արմոն արդեն անցել է այն սահմանը, որտեղ այլևս ոչ մի բան նրան չի կանգնեցնում։ Դրա հետևանքները կարող են լինել աղետալի։ Եթե Սաքոյի վիճակը կրկին վատանա, նա կարող է կորցնել ամբողջ վերահսկողությունը, և այդ դեպքում նա կդառնա ոչ միայն իր, այլ նաև շրջապատի համար վտանգավոր։ Արմոնը ըստ էության փորձում է դարձնել Սաքոյին իր ձեռքի գործիքը, թույլ և անկայուն վիճակում պահելով նրան։ Միևնույն ժամանակ սերիալում զարգանում է նաև մի շատ զգացմունքային և լուսավոր գիծ Լալայի և Աբոյի միջև։ Լալայի վերադարձը միայն վրեժի կամ ճշմարտության բացահայտման համար չէ։ Նրա ներսում կա նաև մայրական ցավ, որը տարիներ շարունակ կրել է, և հենց այդ ցավն է նրան մղում առաջ։ Երբ Լալան հանդիպում է Աբոյին և ասում, որ իր երեխան արդեն Հայաստանում է, այդ տեսարանը լի է հույսով ու հուզմունքով, բայց այստեղ կա մի շատ կարևոր, դեռ չբացահայտված ճշմարտություն՝ երեխային Հայաստան է բերել հենց Աբոն։ Սա ցույց է տալիս, որ Աբոն որքան էլ բարդ ու հակասական կերպար լինի, ունի իր խոսքը պահելու ունակություն։ Նա կատարել է այն, ինչ խոստացել էր Լալային, և դա արդեն մեծ քայլ է դեպի վստահություն։ Նրանց շփման մեջ արդեն զգացվում է ջերմություն, որն աստիճանաբար վերածվելու է զգացմունքի։ Սկզբում դա կարող է թվալ անսպասելի, բայց իրականում շատ բնական զարգացում է։ Երկուսն էլ անցել են դժվար ճանապարհ, երկուսն էլ կորցրել են շատ բան և հիմա գտնում են իրար մեջ ինչ-որ հանգստություն։ Եթե սերիալում երբևէ լինի խաղաղության գիծ, ապա դա հենց նրանց պատմությունն է։ Շատ հավանական է, որ երբ բոլոր գաղտնիքները բացահայտվեն և պայքարն ավարտվի, հենց Լալան և Աբոն լինեն այն կերպարները, ովքեր կգտնեն միասին իրենց երջանկությունը, բայց մինչ այդ ճանապարհը դեռ շատ երկար է և քարքարոտ, քանի որ մյուս կողմում կա Արմոն, նաև Աբոյի ընտանիքի հետ կապված շատ հարցեր։ Աբոն դեռ պետք է պարզի, թե ով է իրականում կանգնած իր ընտանիքի նման դաժան կերպով սպանության հետևում։ Իսկ Արմոն շարունակում է խառնել բոլորի կյանքերը, խաղալ մարդկանց ճակատագրերի հետ և ստեղծել իրավիճակներ, որտեղ ոչ ոք ապահով չէ։ Նրա քայլերը դառնում են ավելի վտանգավոր, քան ավելի անսպասելի։ Սերիալը հիմա բաժանված է մի քանի ուժեղ գծերի՝ Սաքոյի հոգեբանական պայքարը և նրա անկայուն վիճակը, Արմոյի մանիպուլյացիաները և վտանգավոր քայլերը, Նարեի ճնշված, բայց չկոտրված վիճակը և Լալայի ու Աբոյի միջև ծնվող հույսը։ Այս ամենը միասին ստեղծում են մի պատմություն, որտեղ մութն ու լույսը կողք կողքի են։ Առաջիկա սերիաներում սպասվում են շատ ուժեղ զարգացումներ՝ Սաքոյի վիճակի կտրուկ վատացում, Արմոյի հերթական վտանգավոր քայլերը, երեխայի շուրջ նոր բացահայտումներ և հնարավոր է առաջին իրական բախումը ճշմարտության հետ։ Հարսնաձորի լեգենդը հիմա այն փուլում է, որտեղ յուրաքանչյուր մանրուք կարևոր է։ Յուրաքանչյուր որոշում կարող է փոխել ամեն ինչ։ Եվ ամենամեծ հարցը մնում է. կարո՞ղ է արդյոք լույսը հաղթել այսքան խավարի մեջ, թե Արմոյի խաղը դեռ շարունակվում է։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է սպասվում առաջիկա սերիաներում և ինչ գաղտնիքներ են բացահայտվում, ապա անպայման միացեք մեր ալիքին և եղեք տեղեկացված։ Բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակն ու ստացեք առաջին հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։ Միացեք մեր ալիքին, թողեք ձեր կարծիքները։ Յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար։ Նշենք, որ շատ շուտով նոր ու հետաքրքիր տեսանյութերով կիսվելու ենք ու բացահայտենք շատ հետաքրքիր գաղտնիքներով։
Դե ինչ, մնացեք մեզ հետ, կիսվեք ձեր կարծիքներով, հեռուստասերիալում իսկապես թեժ է, Արմոն պատրաստ է ամեն ինչի, որպեսզի Հայկից վրեժ լուծի, իսկ Հայկից վրեժ լուծելը դա կապված է Նարեի հետ, նա հենց այնպես չէ ընդունել Նարեին ու ամուսնացել նրա հետ, շատ շուտով հետաքրքիր գաղտնիքներ ու հետաքրքիր նորություններ են սպասվում այս հեռուստասերիալում։ Այժմ Սաքոյի վիճակը մի փոքր լավ է, քանի որ նա ընդունում է դեղահաբեր, բայց ինչպես երևաց նախորդ սերիայից, Արմոն փոխում է դեղահաբերը և բնականաբար այդ դեղահաբերը այլ ազդեցություն են ունենալու Սաքոյի առողջական վիճակի վրա։ Հայկը դեռ չի վերադարձել, բայց սպասվում է Հայկը վերադառնալու է շատ հետաքրքիր գաղտնիքներով, որը փոխելու է բոլորի կյանքը։